Անցյալ անգամին երբ որ սկսանք սերդելու Արագած գիրքը, անցանք Արագած գրքի նպատակին վրա են եւ տեսանք թե Արագած գիրքը շատ հստակ կնե իր նպատակը թե ինչ է։ Առաջին 6 համարներու մեջ գկրե եւ գսե իմաստություն ու խրադը գիտնալու համար, հանճարի խոսքերը հասկանալու համար, իմաստության գտնությունը ընդունելու համար, այսինքն արդարությունը, թադաստանը եւ ուղղությունը, միամիտներուն սրտմտություն դալու համար եւ երդասարտներուն գիտություն եւ հանճար։ Իմաստությունը թողլսե ու իր իմաստությունը ավելցնե ու հանճարեր մարդը խորմություն ստանա։ Ուրեմն տեսանք թե որչափ օգտագործություններ ունի Արագած գիրքը, ամիդեն սկսյալ մինչև իմաստունին ամենունալ օգուտունի մանավանդ երդասարտներուն համար գիշեշտե շատ տեղեր որ երդասարտներուն օգնե իրենց խրատ տալով որովհետեւ շիդակ քայլեր անեն իրենց երդասարտ տարիքի մեջ որտեղ վերջը շատ ուշ կլա շատ անգամ երբ որ սկսեն շիդակ քայլեր չառնեն այսօր Պիտի գետրոնանանք Արագած քրքին փնապանին վրա փուն նույթը որ կգտնվի Արագած գլխուն առաջին գլխուն Արագած քրքին առաջին գլխուն 7-րդ համարի մեջը այսինքն the theme of Proverbs եւ 7-րդ համարը գսե իմաստության սկիզբը դերոջ վախն է բայց հիմարները իմաստությունը գորտությունը Գանարքեն Ուրեմն առաջին երկու մաս ունի այս փնապանը առաջին մասը գսե իմաստության սկիզբը դերոջը վախն է Ուզեմ քիչ մը դերոջը վախին վրա անցնել հստակ լալու համար թե ինչ է գուզե այս մեկը վախ բարը սուպիրքի մեջը կգարտանք կարգ մտեղեր, որ տարբեր նշանակություններ ունին, օրինակ, երկրորդ օրինաց 1.29-ին մեջը Այո, և հովնանում 1.10 Այն մարդիկը խիստ շատ վախսան ու անորսին այս բանը ինչու օրիր Քանզի այն մարդիկը գիտցան թե դերոջը երեսեն կպաղճեր վասնզի անոնց պատմեր էր Այո Ոստի անորսին քեզի ինչ ունենք որ զովը թատրի քանզի զովը երթալով ավելի կսասկանար Զանիկա սավանոց զիս վերցուցեք ու զովը լեցեք ու զովը պիտի թատարի քանզի ես գիտեմ թե այսպես փոթորիկը իմ պատճառովս եղավ Ոստերը այս երկու համարներու մեջ ալ վախ բարը սարսափ կնշանակե այսինքն խիստ վախնալ անագնգալ փամը կբադայի կամ փամը որ պայման չի անագնգալը լա քեզի մեծ վախ կաստե որ չես գիտեր ինչ պիտի անես շվարած վիճակը կստանաս երկրորդ վախը երրորդ թագավորաց 3:28-ի մեջ կգարտանք Բոլոր Իսրայել թագավորին գդրած Դալաստանը լսելով թագավորեն վախսան քանզի դեսանտի անոր վրա Աստծո իմաստությունը գա Դալաստան անելու համար Այո Այս վախը քիծած վախերից չէ որ բանը ինչպես մյուսերը հովնանի բարակային գարտացին ասիգա ավելի ագնացություն այսինքն Այո երգյուղ ունենալ մեգումը հանդեպ որ հարկանքի պես որ այդ տեսակ վախը թագավորին հանդեպ այս տեսակ վախ ունեին գսե եւ երրորդ վախը Ղեդացված 19:3 Ձեր ամեն մեկը իր մորմեն ու հորմեն պիտի վախնա իմ շաբաթներս պիտի բարեք ես եմ դերը ձեր Աստված Այո Արդյոք ձեր հորմեն եւ մորմեն վախնալ ինչ է ու դու վախնաս մամայի բաբայի Ակե Ինչու պիտի վախնա մամային բաբային մեկը Մաման բաբան իրեն ինչ պիտի նեն Եթե հնազանդվի չի վախնա
Պամը չեն էր մաման բավան իրեն, ամենակեշը պիտի բատ չեն, բայց այս մեկը գխոսի ինչի մասին, հարկանքի մասին, և այս տեսակ վախ մնալ կա, և լավ վախ մնե, ելից 20-18-20, Երբ բոլոր ժողովուրդը կտեսնեին որոնումները ու գայծակները և փողի ցայնը ու լերանը մխալը, և երբ ժողովուրդը տեսավ ետ քաշվեցավ ու հերու գայնեցավ և ըսին Մովսեսի դու խոսե մեզի հետ ու մտիկ գնենք, բայց Աստված թող չխոսի մեզի հետ, որովհետեւ չմեռնենք։ Այո, այս վախը անցեմը վախնալ է որ քեզի գնա վնաս հասցնել։ Եվ ժողովուրդը Սինա լերան շուրջը այդպես զգաց, երբ որ Աստված որոդումներով, գայծակով ամեն ինչով իջավ, մարդիկ ասին թե Մովսեսին տուն խոսի մեզի, Աստված թող չխոսի, գարձեցին որ Աստված իրենց պիտի մերցնե։ Եվ իրականությունը ինչ էր, շարունակենք համարը 18-20 Եվ Մովսեսը սավ ժողովրդին մի վախնակ, վասնզի Աստված ձեզ փորձելու եկավ, այնպես որ անոր վախը ձեր առջևը լա, որպեսզի չմեռանչեք։ Եվ ժողովուրդը հերու գայնեցավ ու Մովսեսի մոտեցավ անթանձր խավարին, ուր Աստված էր։ Մովսեսը ինչ պատասխանեց, ասա որ Աստված ձեզի վնաս պիտի չհասցնե, բաժապես կուզե որ հստակը լա ձեզի որ Այսինքն չեք կրնար մեղ գործել Աստուծո առջև և Աստուծո պետք է հնազանդ լանք։ Ուրեմն այս բոլոր վախերն ալ դեր ունին քրիստոնյայի կյանքի մեջ Աստուծո անձև, Աստուծո վախը ունենալու մեջ։ Նայեցեք Մատթեոս 10:28-ը ինչ կսեր, նոր կդագարան անցնենք։ Մի վախնակ անոնցներ, որ մարմինը կսպաներ, ու չեն գտնա հոգի կսպաներ, խաղաղ ավելի անգևացեք որ գտնա հոգին ու մարմինը քերերին մեջ գործունցներ։ Այո, մի վախնակ կսե անոնցում է, որ միա մարմինը կսպանենք սե, բայց բաղցեք անգե, որ գնան ծեր հոգին գործունցնել, և ադիգա Աստված է, և այդ վախը լավ վախ մնե ունենալը, որովհետև հոգին պրգության գարաչնորդ է, Երկրորդը, որ կգարտանք, Քորս Կարակելոց 9:31-ի մեջ կսե Այն ադին եկեղեցիները բոլոր Հյուրասյանի և Գալիլեայի ու Սամարիայի խաղաղություն ունեցան և շինություն ընդունեին ու դերոջը երկվող, երկուվը, երկվողը և Սուրբ Հոգին կալությունով խանելով գատեին։ Այո։ Եկեղեցին երբ որ աճելու մեծավ, դերոջը երկյուղովը գսե բախովը սկսան մեծնալ, այս վախը ինչ էր, որ մեկ տեսակ վախներ, այո, ակնարձություն, երկյուղ, այնպես չէ, այս տեսակ վախովը սկսան դերոջը ծարայել և եկեղեցին աճեցավ և մեծավ, և երորդը Փիլիպպեցիս 2:12 Ուստի իմ սիրելիներս, ինչպես ամեն ադեն հնազանդ եղաք, ոչ միան իմ ներգայությանս, հավա ավելի հիմա իմ բացակայությանս ադեն, ահով ու թողով ատցևի պրգությունը կործեցեք։ Այո, ահով ու թողով ծեր պրգությունը, ծեր անցերում պրգությունը կործեցեք կսեր։ Այս մեկը աշոտ եղբայրը շատ ստա գրավ ինչ էր, եթե գիշեք, մենք մեզի չենք կնար պրգել, այնպես չէ, բայց մենք ամեն օր կորձ ունենք մեր պրգության վրա աշխատանք պետք է դանենք, որպեսզի գադարյալին հասնենք և Պողոս Արաքյալ այդ մեկը ուսել գուզեր ժողովրդին և գսե, այսինքն թեթևի միարնեք այս բանը, այս վախով, ահով ու թողով եք, որպեսզի թեթև այսինքն գադակ չէ այս բանը, զգուշությունով վարվեցեք ձեր պրգության գործին հետ։ Եվ վերջինը, Եբրայեցիս 10:26-31 Վասնզի, եթե ճշմարտության գիտությունը ընդունելու հետո գանավ մեր գործելու ուղանք, հալ անգի հետո երկերու համար ուրիշ զոր չի մներ, հավա զագուլելու սպասնում և թավաստանի
ու գրնա հարգությունը գմնա։ Որ իլապե հազարագործները մեկը եթե Մովսեսին օրենքը անարգե առանց ողորմության 2 կամ 3 լուգաններով գմերցներ։ Ալվոչատ սասիկ բատիշի հարժանի իդի սրվի։ Գգարձեք անիկա որ ասուզով որդին ոտքին դակ արավ և ուղտին արյունը ամնատուն սևեց, որով ինք սրկուվեցավ և շնորհներու հոգին նախադեց։ Քանզի վիճանչնակ սանիգա, որ ուսավ ինձ է, վրեշ դրությունը ես պիտի հադուսանեմ վիսրգերը, և տացյալ դեր պիտի թաբե իր ժողով։ Այո, 12-28-29 Ասապերի պաներ, ենթանի աստոցեր պինալ։ Այո, և 12-28-29 վերջինը Ուստի աշխատ թակավորությունը առած լավով ամուր ունենք այս շնորհ ու աստուժով ասված բաշտենք, հաջելի երգով անդերժությամբ և հարեբաշխությամբ, բասնզի մեր ասված է մաշով գրակ է։ Այո, այս բոլոր ամարներ, որ գարտած շմավն եղբայրը, մեզ իսել գուզեց է մեր կյանքը ապրելու մեջ սկուշ պետք է լանք, թե ինչպես կաբրինք և մեր կյանքերը պետք է դերոչը նվիրված, դերոչը գամքին նվիրված ապրինք, որովհետև եթե այդ մեկը չնենք, ադոր հետևանքը շատ վտանգավոր է և մեծ նեղություններու թուր պիտի փանա, որը մեկ հավատացյալին։ Ուրեմն ակնածությամբ, երկյուղածությամբ և սարսափով ուսամ չէ, որ դերոչը կծարայենք, բայց դերոչը ծարայելու և դերոչը գամքը գադարելու համար պետք է այս վախ ունենանք, որպեսզի կարողանանք դերոչը գամքը գադարել։ Հիմա ինչպես այս վախը ինչ արժեք ունի հոգևորի կյանքին համար։ Բավական կարդացինք այս Եբրայեցիս համարները դուն երթակ անգամ ևս կարդացեք, անգամ թարնանք Արագած դարձյալ և տեսնենք Արագածը բարձ բառերով նայեցեք ինչպես մեզի գծուցն է թե ինչ բաներու համար արժեքավոր է դերոջը վախը ունենալը։ Առաջինը ասինք թե Արագած 1:7-ի մեջը դերոջը վախը ինչն է, իմաստության սկիզբն է։ Եթե մեկ իմաստություն գուզե ունենալ, դերոջը վախը պետք է ունենալ։ Երկրորդ, Արագած 8:13։ Դերոջը վախը ճարությունը ադել կնշանակե։ Վարդությունը, անպարտավորությունը, շատ ընթացքը ու նենքավոր պերանը գադեն։ Այո։ Եթե դերոջը վախ ունիս, դերոջը վախը մեջ կա, չարությունը գադես, այնպես չէ, գոքնե որպեսզի չարությունը ադես։ Երրորդը, Արագած 10:27-ը Դերոջը վախը օրեր գավեցնե, այս ամպարիչներում դարիքները պիտի գարտնան։ Ինչ կնե դերոջը վախը? Դարիքը գերգարե։ Ինչպես կլաս մեկը? Երբ որ դերոջը գամքը մեկը գնե, շատ մը զեղությունները հերու կմնա, եթե նայինք շատ մը հիվանդություններու սկիզբը մտահոգութեն է և չղային կրկրումները գուք այնպես չէ, եթե գիտենք մենք մեզի գարավարել, զսպել, Աստծո խոսքին համեմատ, այս բաներեն հերու կմնանք և մենք առողջ կմնանք և կյանքերնից ալ գերգարի։ Ուրեմն քաղնիկը հոն է։ Չորրորդ, Արագած 14:26-27։ Դերոջը վահի մեջ հաստատ վստահություն կա, ու անոր որդիները ապավեն գիտի ունենան։ Դերոջը վահը կյանքի աղբյուր է, մահվան որոքայթներեն ազատ մնալու համար։ Այո, դերոջը վախը ինչ է,
կենթանի աղբյուր եւ մեզի վստահություն կներշնչե։ Ինչ քեղեցիկ բաներ, ասենք բոլորը դերոջը վախի մեջ կլան։ 5-րդ Արագած 16:6 Ողորմությամբ եւ ճշմարտությամբ անօրենությունը դուք քավուրի։ Ու դերոջ վախով ու մարդ չարությունեն բհերանը։ Այո, առաջսինք դերոջը վախ ունեցողը գադե չարությունը եւ հիմա հոսալ գսել դերոջը վախ ունեցող ինչ կնե կփախչի չարութենը եւ իրեն մեծ օգուտ կդառնա։ Արագած 19:23 Դերոջ վախը կյանքի գարաշնորհ է։ Զայն ունեցող դուրս կհանցի ու սապորտության չի հանդիպի։ Այո, կոհացում գուդա, դերոջը վախ ունեցողը կյանքի կոհացում գուդա։ Ինչու համար մարդիկ այսօր թշկող են, ասինչ անիչ բաներու գտիմեն, որովհետև դերոջը վախը չկա։ Դերոջը վախը լա կոհացում, կողունակ սիրտը կստեղծե մեր կյանքերը ներս։ Եվ վերջինը Արագած 22:4 Հոնարության եւ դերոջ վախին բախճանը հարստություն փակ ու կյանք է։ Այո, դերոջը վախը նայեցեք ուրիշ ինչ բաներ ա գնե։ Հարստություն, փակ եւ կյանք։ Ինչ է մարդ արարածին փնտրածը։ Հարստություն, փակ եւ կյանք։ Ով գուդայս մեկը դերոջը վախը։ Ուր կփնտրեն մարդիկ այս երեքը աշխարհի մեջ։ Ով է աշխարհի իշխանը։ Սատանան։ Սատանան ինչ կխոստանա այս երեքը, բայց ինչ կուտա։ Ոչինչ։ Սատանան միշտ սուտ կխոսի, կխապե, իրանուն խապող է եւ այս բանը ամենուն աչքերուն գերևցն է, բայց երբ որ գերևի աչքերուն կվազեն անոր յետևեն եւ քիչ շանսած կդեսնեմ որ բամը չգա։ Սատանան այսպես կնե, բայց դերոջը վախը հագարակը կնե։ Երթանք հագարակ կողմը։ Առանց դերոջը վախին ինչ բաներ կբադային, մենք մեզի կզրգենք Աստուծո հարստություններեն, Աստուծո իմաստութենեն բացելով եւ մեղքին հետ պիտի խաղանք եւ մեղքը մեզի պիտի ցածնե կամ աղդոդե եւ կյանքի մասին շատ խոսեցանք եթե Աստուծո վախը չկա մեր կյանքերը պիտի գաժան ինչպես գնալի գա հիվանդություն ինչպես ասին կամ թե արգածը որ մեղքի պատճառով առաջ կուքա եւ շատ լսած ենք եւ դասակներում ասին որ ինչպես այս տեսակ բաներու մեջ եւ դասակ ժամանակին իրենց կյանքը վերջացած է եւ չեն գրծած ապրիլ այն կյանքը որ գրնային ապրիլ երբ որ Աստուծո վախը չունենք Աստուծո ապահովությունը եւ վստահությունն ալ չենք ունենալ որ գուքա մեր փրկության հետը եւ ադոր համար հոնալ այդ մեկնալ վնասով գելենք եւ ուրիշ կարևոր բանը եւ վերջինը այս շարքին վրա երբ որ Աստուծո վախը չունենք երբ որ մեղքի մեջ ինանք այդ մոհումը պիտի չունենանք որ ապաշխարենք ետ թարնանք եւ մեղքեն ազատենք քիչ առաջ ասինք չէ համարները գարտացինք որ մեղքը մեզի գերացնե եւ մեզի մեղքը ադել գուտա եթե Աստուծո վախը չունիս մեղքը գսիրես եւ մեղքեն չես զարդիր ինչպես պիտի գարենաս ադորտեմ պայքարիլ եւ ատկետուրսել կարելի է որ մեկ կերպով ոչ երբեք այդ մեկը գնե միան Աստուծո վախը ուրեմն շատ կարեւոր Աստուծո վախը իմաստության սկիզբն է եւ իմաստություն ունենալու համար մեկը պետք է դերոճմե վախնա այդ մեկը եթե չգա ոչ մեկտեղ չգնար երթալ տարբերություններ որ շատ մարդկային իմաստություն ունի վերջի վերջո դեմը գասնի դեսնե թե բոլոր կյանքը բարաբի անցուցած է հիմա գանցնենք երկրորդ մասին համարին որ հիմարի մասին խոսի այս քիրքի մեջը երբ որ սերվենք պիտի
հանդիպինք թե իմաստունին եւ թե հիմարին։ Հիմարի մասին է պիտի խոսենք։ Եթե հիմարին մասին խոսածներս ոյ մեկը քեզի տպնա մի ներդիր, ասել է թե դերը գուզե որ այդ բանը շտկես քու մեջդ եւ սեդոտյան նպատակը այն է որ մեր մեջը ամեն բան մաքրվի եւ մենք իմաստուն լանք ամեն գերբով մեր մեջը ոյ մեկ հիմարություն չմնա որովհետեւ ամեն քսալ որչաբալ խելացի կգարձենք մենք մեզի ադեներ գուքա որ հիմար բաներ գնենք եւ վերջը կանչատարնանք թե հիմարությունները ռազմիս ուրեմն սխալ բամը չկա չներվեք եթե բամը ցեզի խոսի Փառք տվեք Աստծո, ուրախացեք եւ ընդունեցեք եւ բռնեցեք, որ այդ մեկը ծեր կյանքերում մեջ շտկվի։ Ինչ կսե 7-րդ համարին երկրորդ մասը, բայց հիմարները իմաստություն ու գրթությունը կանարգեն։ Հիմարը ներողություն չընդունի իմաստություն, չուզե իմաստություն։ Եվ Եբրայերեն բարը որոս հիմար գկործածի մեգումը համար, որ պարոյականորեն հիմար է, այսինքն պարիկ պանդ չի սիրեր, միշտ կեշը կպնդրե, կեշին ելևեն գետա, մեկը որ գադե իմաստությունը և կսիրե հիմարության մեջ կալել, ուրեմն այս անցը գանդես է ոյ մեկ խրատ, Եվ երբեք մեգումը մտիկ չնե եւ գանդես է փարոյակիդության սկզբունքները եւ այս անցիկը փարոյակիդության սկզբունքները գմերժեն ադորամար իրենց դերը գմնան եւ դերերն չեն շարժիր եւ շատ անգամ գահանտբինք անցելու որոնք շատ լավ մարդիկ են բայց փարոյակիդության սկզբունքները գմերժեն Եվ երբեք չեն ուզեր Աստծո հետ ոյ մեկ բան ունենալ եւ ադիգա իրենց տարբերություն էր որչափ հարքի անցիկ են որչափ արժեք ունին թիրք ունին եթե այս մեկը չունին իրենց Աստծո աչքին առջև ամենացածդերը գտնի Աստված իրենց որովհետեւ փարոյակիդության սկզբունքները իրենց մեջ են կբացի այս անցիկը գարհամարեն եւ գմերժեն Աստծո իմաստությունը եւ այս անձերն համար է որ խոսքս է հիմարները անոնք որ իմաստությունը կանարկեն եւ հիմարը գանդես է եւ անդարբեր գտնվի իմաստության երբեք հետաքրքրություն չունի իմաստության վրայով եւ այս անձիկը երբեք մեգումը մտիկ չեն ուզերնել Խրադ իրենց համար ոչ է վրայեն երկու քիչ կաշածել որովհետև իրենք ամեն բան գիտեն շատ լավ են մեգում պետք չունին եւ ասիգա իրենց գործանումին թուրը կփանա Արագած 1:25 եւ 30 Ապա իմ բոլոր խրատներս մերժեցիք եւ իմ հանդիմանությունս չուզեցիք իմ խրատներս չուզեցին ու բոլոր հանդիմանությունս անարգեցին Այո Բոլոր բարը Տիրին չի կործածվի Բոլորս վին էսել թե մեկ հատ Հացարկուն չի գա մեջը Գամ ամեն բարը Ամեն գսե Հացարկուն չի գա դոր մեջը Ոս բոլոր գսե Այսինքն ընդանուր Աստուծո իմաստությունը մերժած են Եվ իրենց մեջը Եվ որ այդ մերժած են Ոյ մեկ բարի պան չի կտնվիր Հագարակ որ իրենք իրենց կրնան արդարացնել Սրող թե ես ամեն պան Բարի գնեմ, այսպես եմ, այնպես եմ, երբ որ Աստուծո իմաստությունը մեր գմերժե, ադիգա Աստուծո աչքին առջև զերո է։ Արագած 11-14 Անության գործանի, բայց խորհրդականներու բազմության փրկություն կլա։ Այո։ Ուրեմն խրադը որչափ կարևոր է։ Այս մեկը ոստեղը հստակ կլա եւ Հիմարը այդիգա չընդունիր, ինքի խելքին գերտա։ Ով անմիտներ, մինչև երբ անմդությունը պիտի սիրեք, մինչև երբ ծաղր ընողները ծաղր ընելով պիտի զպարջանան, ու հիմարները քիդությունը պիտի ադեն։ 17-16
Իմաստությունը ձախու առնելու քինը ինչ օգուտ ունի հիմարին ցերքը, երբ խելք չունի։ 18-2 Հիմարը խոհեմութեն է, չախորժիր, ապա իր սրտին մեջ եղածը հայտնել գուզե։ Այս բոլորը կտեսնենք, որ ինչ է, արմատ ինչ է, հիմարության արմատ ինչ է, ես, եսն է։ Մեկը համար գրնա լալ, բայց եթե եսը համարին դագն է, շատ վտանգավոր կդառնա։ Համարը եթե ես չունի գրնաս քիչ մետը փամանել, գրնա դերմասնի, բայց եթե ես դագը գա, ցերկը բոլորը ինգլիզ ինչ որ այս համարները մեզի գսին։ Այսինքն անիմաստ է։ Մեկը շատ զգուշ պետք է լավ որ այս եսը մեջտեղ են վերնա։ 12-15 նայեցեք ինչ կսե։ Հիմարին ջամփան իր աչքերուն շիդագ է, բայց իմաստունը խրադին մդիկ կնե։ Սազներս շիդագելան։ Ինչ է եղել հիմարին դժվարությունը։ Ինչ իր աչքերուն շիդագ է։ Ինք իր աչքերուն շիդագ է եւ մեգումը չառնի։ Եվ ասիգա վտանգավոր վիճակ մնե։ Եվ վերջին համարը Արագած 19-20 Խրադը լսե եւ գրթությունը ընդունե, որպեսզի աբակային իմաստունը լաս։ Այո։ Ամեն այս կերքին նպատակը այն է, որ մենք իմաստություն ստանանք, իմաստունը լանք եւ դերոջ վախով գսկսի իմաստությունը, ուրեմն գսե, եթե չունի սկսե, ագանչներդ բաց լսե, մդիգրե եւ պիտի ստանաս իմաստություն եւ ադի քեզի պիտի լա, պիտի գարենաս ունենալ։ Ուրեմն Արագած կերքին փնապանը այն է, որ մենք պետք է որ զարգացնենք մեր մեջ դերոջ վախը, որբեսի ճշմարտապես իմաստունը լանք եւ ոչ թե աշխարհի իմաստությունը միայն ունենանք։ Եվ եթե մերժենք խրադը, մենք ինչ պիտի դառնանք հիմարներ։ Քրիստոնյաներս պետք է որ մենք իմաստության յետևել լանք, ամենադեն դերոջ վախը մեր մեջ զարգացնելով, որովհետև երբ որ այդ բանը գնենք, դերը մեզի թանկագին խոստումներ տված է եւ ադոնք մեզի կպատկանին եւ գարտանք երկրորդ Պետրոս 1:2-4 Շնորհ եւ հարություն ձեր վրա ավելնա Աստուծո ու մեր Տեր Քրիստոսի գիտությունով։ Այո։ Ինչպես իր աստվածային զորությունը կյանքի եւ աստվածաբաշխության վերաբերյալ բոլոր բաները մեզի տված, անոր գիտությունով, որ մեզ հաղթող ու առաքինությունով հրավիրեց, որոնցով ամենամեծ ու բավական խոսումները դրված են մեզի, որպեսզի ասոնցնով աստվածային բնությունը հաղորդակցինք աշխարհի ցանկություններին հարաճ եկած ավագանությունն հաղթելով։ Այո։ Աստվածային բնության մաս պիտի գազմենք կսե, եթե Աստուծո գիտությունը ընդունենք, Աստուծո իմաստությունը։ Եվ այս բաները բոլորը մեզի Աստված տված է, ինչ մեծ առանձնաշնորհում։ Աստված այս բոլորը խոստացած է մեզի եւ պատրաստ է դալու, եթե մենք իր իմաստության յետևեն լանք, Աստուծո վախով մենք ապրենք։ Երկրորդ Կորինթացիս 7:1 Ուստի սիրելիներ, որովհետև մենք այս խոստումները ունենք մեր անձերը մարմինի ու հոգիի ամեն երբ բոզությունը մաքրենք եւ սրբությունը կատարելագործենք Աստուծո վախով։ Սրբություն ուտենք ու կա Աստուծո վախովը։ Եթե գուզենք սուրբ լալ, շատ հստակ է այս համարի մեջ, որ Աստուծո վախը պետք ունենք մեր կյանքերներս։ Ուրեմն
Անհրաժեշտ է, որ մենք Աստծո վախ ունենանք, եթե կուզենք սուրբ կյանքեր ապրել Տերոջ համար։ Այնպես չէ՞։ Դերը գուզե, որ բոլորս ալ իր վախովը ըլլանք, որբեսի կարողանանք սուրբ կյանքեր ապրել։ Եվ այս բոլորը մինչև ինչ որ լսեցինք, գիտնալը վերջ, որ մեկ վիդեո զեգլալ, շատ ստակ է, որ ամենք սալի մաստուն ուզենգլալ։ Բայց դժբախտաբար շատ անգամ գինանք, բայց դերը ինչ կսե, եթե ետ դիրտանք, խնդրենք, դերը մեզի վիդա, մեզի իմաստուն միտակցներ։ Մինչև այն ադեմ, որ մեր ագանչները պաց է խրադի, այն ադեմ մեզ մե հույս կա։ Այն վարգանի, որ մեր ագանչները կոցենք, իմաստության, այն ադեմ մեր գործանումը գսե մեր վրա գասնի։ Դերը դար, որ մենք միշտ արդուն և սկաս տլայինք, մեր ամեն մեկ կայլապոխի մեջ, դերոչը վախովը կալելու, ապրելու և դերոչը խոսքին իմաստությունը պնդրելու, որբեսի կարողանանք մենք հաճող կյանքեր ունենալ ամեն բանի մեջ։ Առօրյա ինչ որ գնենք, ամենու մեջ կարողանանք դերոչը օրհնությունները և Աստծո առատ խոստումները, ինչպես Շմաոն եղբայրը գարտած, վայելենք մեր կյանքերում մեջ, որտեղ բոլորը դերը մեզի համար պատրաստած է, եթե մենք իրեն մտի գնենք։